Բարի օր, եթերում Կիրակ Նորյա հերթապամասն է, այս թողարկման մեջ կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը։ Տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը։ Առաջին անգամ նոր ձևաչափով մեկնարկել են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։ Ասիական զարգացման բանկն աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ներքին գործերի նախարարությանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին, քննարկվել են ծրագրի հիմնական ուղղությունները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Քննարկվել են բանկի կողմից հաստատված աջակցություն Ասիական զարգացման բանկի աղետների ռիսկի կառավարման 2024-ից 2030 թվականների գործողությունների ծրագրի իրականացմանը տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ Ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը եւ տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն աջակցելն է։ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես աղետների ռիսկի կառավարման ոլորտում, հստակեցնելով ներքին գործերի նախարարության մանդատը որպես ոլորտի քաղաքականություն մշակող եւ համակարգող դերակատարում ունեցող պետական կառավարման համակարգի մարմին, փոխնախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը եւ նշվել, որ նախարարությունն իր մանդատի շրջանակում համակարգում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը։ Քննարկման առանցքային ուղղություններից էր նաեւ աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների շտեմարանների ձևավորումը, ինչը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմիններից եւ մասնավոր հատվածից դեպի պետական կառավարման համակարգի մարմիններ տվյալների արդյունավետ հավաքագրմանն ու կառավարմանը։ Արմեն Մկրտչյանը կարևորել է տվյալների հավաքագրումը եւ վերլուծությունը GIS համակարգերի ներդրումը, կրթական եւ վերապատրաստման ծրագրերի միջազգային լավագույն փորձի կիրառումը, ինչպես նաեւ տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության ամրապնդումը։ Բանկի ներկայացուցիչները ողջունել են աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել եւ ընդլայնել համագործակցությունը։ Ներքին գործերի փոխնախարարը ընդունել է նաև Ժնևի անվտանգության կենտրոնի պատվիրակության անդամներին, կողմերը քննարկել են ոլորտային վերապատրաստումներ, ռազմավարական պլանավորում եւ վերահսկողության նոր մեխանիզմների ներդրում։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի Եվրոպայի եւ Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթիե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Փոխնախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունները եւ այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարության հիմնական առաջնահերթությունները, փոխնախարարն անդրադարձել է կարողությունների զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին եւ ոլորտային բարեփոխումներին։ Կողմերն անդրադարձ են կատարել փորձագիտ եւ ուսումնական այցերի կազմակերպմանը, ընդգծելով միջազգային լավագույն փորձի կիրառումն ու կարողությունների շարունակական զարգացումը։ Անթիե Ֆրիցը նշել է, որ անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը պատրաստ է շարունակելու աջակցությունը մասնավորապես ոլորտային վերապատրաստումների, ռազմավարական պլանավորման կարողությունների եւ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղություններով։ Քննարկվել են ներքին գործերի նախարարությունում ժամանակակից կազմակերպչական մոնիթորինգի, վերահսկողության մեխանիզմների ներդրման, ուժի կիրառման կառավարման եւ մի շարք այլ հարցեր։ Ոստիկանության կողմից ուժի կիրառման համատեքստում աշխատաժողով էր անցկացվել հոկտեմբերի 7-ին, որի ընթացքում ներկայացվել են ուժի կիրառման միջազգային քաղաքականությունն ու պրակտիկան, մոտեցումների մշակումն ու Էստոնիայի փորձը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները ծանոթացել են անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի մշակած ուժի կիրառման կառավարում ոստիկանության ինքնագնահատման ուղեցույցին, որի նպատակն ուժի կիրառման հետ կապված կառավարման ընթացակարգերի գնահատմանն աջակցելն է։ Ներկայացվել է նաև ուղեցույցի մեթոդաբանությունը, ինքնագնահատման մոդուլներն ու գործողությունների ծրագրի շրջանակները։ Համատեղ լուծումներ եւ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակում։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարի տեղակալը հանդիպել է մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Մասնակցել են նաև ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների, հնարավոր բացերի եւ շահագրգիռ կողմերի տեսակետների ուսումնասիրությունն էր։ Ներկա օրենսդրական կարգավորումներով Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության
կառավարության փորձաքննությունը համարվում է հավատարմագրման ենթակա գործունեություն։ Փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեն ներքին գործերի նախարարության, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը եւ էկոնոմիկայի նախարարության հավատարմագրման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։ Գործող մոդելն ունի մի շարք բացեր, որոնց մասով քաղաքականության մշակման, ստանդարտների սահմանման եւ դրանց վերահսկողության տեսանկյունից հատվածային լուծումներ են նախատեսվել։ Խնդրի լուծման եւ համակարգի բարելավման նպատակով ներքին գործերի նախարարությունը մշակել է ոլորտային ռազմավարություն, որը հանրային քննարկման է ներկայացվել idraft.am հարթակում։ Առաջարկվում է անցում կատարել լիցենզավորման համակարգի, որի շրջանակում գործընթացի ղեկավարումը կվերապահվի ներքին գործերի նախարարությանը։ Նախատեսվում է նաև լուծարել ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը գործընթացը դարձնելով ավելի թափանցիկ եւ մրցակցային։ Քննարկվել են նաև լիցենզավորման մոդելի առավելությունները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավվածության սահմանները եւ շահերի բախման ռիսկերը։ Մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնելով մասնակցել բարեփոխումների գործընթացին եւ առաջարկել լուծումներ, համատեղ լուծումներ եւ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ներքին գործերի նախարարության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ նմանօրինակ քննարկումները շարունակական են։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին, հանդիպմանը քննարկվել է փրկարարծառայությունում կամավորական ջոկատների ստեղծման նախագիծը, որը կզարգացնի ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման կարողությունները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին։ Արմեն Ղազարյանն իր խոսքում կարևորելով հայ-ֆրանսիական ակտիվ գործընկերությունը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարության եւ ենթակա մարմինների, մասնավորապես փրկարարծառայության հետ համատեղ նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն։ Դեսպանատան առաջին խորհրդական Ժուլի Ֆորը ընդգծել է, որ Ֆրանսիան հետաքրքրված է փրկարարծառայությունում կամավորական ջոկատների ստեղծման նախագծի իրականացմամբ, ինչը թույլ կտա զարգացնել ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման կարողությունները, իրականացնել ռիսկերի ու կարիքների գնահատում եւ կատարելագործել քաղաքացիական պաշտպանության ոլորտը։ Արմեն Ղազարյանը կարևորելով ֆրանսիական կողմի նախաձեռնությունը նշել է, որ ներքին գործերի նախարարության համար առաջնահերթություն է, որ նախագծում ներառված լինեն այս ոլորտում թվային գործիքակազմերի ներդրումը։ Նրա խոսքով անհրաժեշտ է հստակեցնել նաեւ կամավորների ներգրավելու, վերապատրաստելու, մոտիվացնելու եւ կամավորական փրկարարական ցանցը գործարկելու մեխանիզմները։ Նախագիծն իրագործելու համատեքստում կարևորվել է եվրոպական գործընկերների եւ ավստրիական Կարմիր խաչի հետ ակտիվ համագործակցությունը։ Քննարկվել են համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու ուղղությամբ մի շարք հարցեր։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը ամփոփել է ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ 4 ծառայող ազատվել է ոստիկանության ծառայությունից, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն ծառայության ընթացքում արձանագրված կոպիտ կարգապահական խախտումների պատճառով։ Համակարգում կարգապահության եւ բարեվարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մասնակցել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն
անտիկոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորը եւ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Քննության առնվազն նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ խախտումներին։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, իսկ 1 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը հոկտեմբերի 1-ին աշխատանքային քննարկում է անցկացրել քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ։ Քննարկմանը Ցուցուլյանը նշել է, որ 2027-ին սպասվող ինսարագի վերավորակավորման գործընթացը կարևոր է ծառայության կարողությունների ամրապնդման եւ միջազգային չափանիշներին համապատասխան գործելու համար։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը որպես ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբում Հայաստանի Հանրապետության քաղաքական պատասխանատու հոկտեմբերի 1-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել։ Քննարկման նպատակը 2027 թվականի ինսարագի արտաքին վերավորակավորման գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերը նախանշելն ու պատշաճ իրականացումն ապահովելն է։ Կամո Ցուցուլյանի խոսքով վերավորակավորումը թե փրկարարական ծառայության կարողությունների զարգացման թե միջազգային չափանիշներին համապատասխան արձագանքման ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Անդրադառնալով Թուրքիայում եւ Սիրիայում հայկական քաղաքային որոնողափրկարարական խմբի աշխատանքներում միջազգային գործընկերների դրական գնահատականին, Կամո Ցուցուլյանն ընդգծել է նշաձողը պահելու կարևորությունը։ Ներկայացվել են 2027 թվականին ինսարագի արտաքին վերավորակավորմանն ուղղված գործողությունները, անձնակազմի վերապատրաստման եւ նյութատեխնիկական հնարավորությունների միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը։ Կամո Ցուցուլյանը հանձնարարել է հստակեցնել 2026 թվականի ճանապարհային քարտեզը, մշակել կարողությունների զարգացման մեխանիզմներ, նախապատրաստվել վերավորակավորման նախավարժանքներին։ Քննարկմանը թիմի անդամները հանդես են եկել առաջարկություններով վերհանել առկա խնդիրներն ու գործընթացի նկատմամբ վերահաստատել պատրաստակամությունն ու պատասխանատվությունը։ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է բարելավել հանրային ծառայությունների մատուցման գործընթացը, մեկնարկել են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցների առաջին վերապատրաստման դասընթացները, որի նպատակն է ամրապնդել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել որակյալ եւ հասանելի դարձնելու նպատակով ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացը, այն դարձնելով առավել մատչելի եւ քաղաքացիակենտրոն։ Այդ համատեքստում ներքին գործերի նախարարությունը, բացի օրենսդրական ու գործնական դաշտի բարեփոխումներից, ուշադրություն է դարձնում նաեւ աշխատակիցների հմտությունների ու գիտելիքների կատարելագործմանը։ Հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության աշխատակիցներն առաջին անգամ վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Մասնագիտական գիտելիքների կատարելագործումը նպաստելու է ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու արդյունավետ լուծմանը։ Վերապատրաստման դասընթացները մեկնարկել են սեպտեմբերի 22-ից։ Երևանի, Կոտայքի, Լոռու, Արարատի եւ Արագածոտնի հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցներն արդեն իսկ մասնակցել են վերապատրաստման երրորդյա դասընթացի, որին հետևել է ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ու հաշվառման քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների եւ լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը։ Վերապատրաստման ծրագիրը ներառում էր 3 հիմնական ուղղություն, որոնք միտված էին ամրապնդելու աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու զարգացնելու հմտությունները։ Առաջին հատվածը մաքուր իրավական գիտելիքների տրամադրում, խոսքը վերաբերում է ոլորտի վարչարարության հիմնահարցերին, մասնավոր իրավունքի հետ կապված հարցերին։ Երկրորդ հատվածը նեղ մասնագիտական վերապատրաստման ցիկլն է եւ երրորդ ներքին գործերի նախարարության հանրային ծառայություններ մատուցող հատվածի հաղորդակցության հմտությունների բարելավումն է։ Հաշվառման քննական ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հրաչիկ Ղազարյանի խոսքով վերապատրաստման հիմնական նպատակը գործառութային պարտականությունների վերաբերյալ գործող օրենսդրության պահանջների իմացության կատարելագործումն ու օրենքների ենթաօրենսդրական ակտերի կատարման ժամանակ տարընթերցումների բացառումն է։ Նպատակներից մեկն էլ տարածքային ստորաբաժանումների կողմից իրենց ամենօրյա գործառութային պարտականությունների իրականացման ընթացքում միատեսակ վարչարության կիրառումն է։ Դասընթացի
հանդիպումների ընթացքում ծավալվել են նաև ակտիվ քննարկումներ։ Մասնակիցները ներկայացրել են հաշվառման քննական ստորաբաժանումներում կիրառվող ընթացակարգերն ու մեթոդները, բացահայտել առկա խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման ուղիներ։ Հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելուն միտված վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու, խթանելով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Team ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Եվ թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ անցած շաբաթվա քրեական նորություններին, առավել աչքի ընկած բացահայտումները ներկայացնենք մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ եւ իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաեւ ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք եւ թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։ Ժամը 18-ին Գարեգին Նժդեի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները իրենց առաջ 4 ավտոմեքենաներով։ Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց։ 10 անց ձերբակալվեց եւ Mercedes, BMW ու 2 Porsche մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ձերբակալվածներից մեկի 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ եւ կոկաինով 2 փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ։ Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Օգոստոսի 1-ի երեկոյան քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը։ Ըստ հաղորդման, վերջին 15 օրվա ընթացքում կոտրել են Նժդեի փողոցում գտնվող իրենց պահեստի դրամփականը եւ գողացել 10 միլիոն դրամի տնտեսական ապրանքներ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ հանցագործությանը մասնակցել է նաեւ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով։ Հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ըստ նախնական տվյալների հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին առավոտյան ժամը 5-ին։ Բացի վարորդից մասնակցել է եւս 2 հոգի, որոնք Շենգավիթի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել են բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին։ Ըստ տեղեկության Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում։ Ժամը 11:50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 8 փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Առաջարկվող տեսանյութը պատմում է Լոռու գումարտակի ավագ բարեկ Հեղինե Լոռյանի մասին, ով ոստիկանությունում ծառայում է 2022 թվականից։ Նրա համար համազգեստը ոչ միայն աշխատանք է, այլև պատասխանատվություն ու հպարտություն։ Ծառայությունից դուրս Հեղինեն մարզիկ է, սև գոտիով կարատեիստ։ Հեղինեին հանդիպել եւ ծանոթացել է իմ գործընկեր Մարիամ Ղազարյանը։
Երբ քաղաքը դեռ քնած է, իսկ փողոցները կիսադատարկ, պարեկներն անցնում են հերթափոխի։ Նրանք առաջիններից են, որ դուրս են գալիս փողոց հսկելու նոր արթնացող կյանքն ու ապահովելու անվտանգ միջավայր։ Պարեկային ծառայության լոռու գումարտակի ավագ Պարեկ Հեղինե Լոռյանը նույնպես ապրում է նմանօրինակ առօրյայով։ Նա պարեկային ծառայություն է ընդունվել հանցավորության դեմ պայքարի ոգեշնչումով։ 2022 թվականից ծառայում եմ պարեկային ծառայությունում։ Որոշեցի ընտրել պարեկային ծառայությունը, քանի որ միշտ հետաքրքրված եմ եղել իրավական ոլորտով եւ ցանկանում եմ օգնել հասարակությանը իմ գիտելիքները կիրառելով գործնականում։ Հեղինեի համար ծառայությունը պարզապես աշխատանք չէ, այլ պատասխանատվություն ու նվիրում։ Համազգեստը պարզապես հագուստ չէ, այլ հպարտություն ու արժանապատվություն։ Իսկ երբ պատասխանատու ծառայությանն ու համազգեստի պատվավոր ներկայությանը գումարվում են կանացի խստապահանջությունն ու նրբությունը, ձևավորվում է հակասություններով լի մի կերպար, որը կարծրատիպեր է կոտրում։ Հասարակության մեջ կան կարծրատիպեր, որ ոստիկանությունը տղամարդկանց գործն է, կանայք իրավունք չունեն ծառայելու ոստիկանությունում, սակայն ես կարող եմ պնդել, որ կանայք նույնպես ուժեղ են, համառ եւ նպատակասլաց եւ կարող են ինքնուրույն կազմակերպել իրենց ծառայությունը արդյունավետ կերպով եւ կարող են արժանապատվորեն կրել համազգեստը եւ մատուցել ծառայություն Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին։ Հերթափոխի ավարտով, սակայն Հեղինեի օրը չի վերջանում։ Նրա կյանքում կա կարգապահության երկու տեսակ՝ ծառայողական ու մարզական։ Երկուսն էլ պահանջում են սառնասրտություն, կայունություն ու արագ որոշումներ։ Նա ծառայողական համազգեստը փոխում է մարզականի եւ մտնում մարզադահլիճ։ Գորգին մոտենալիս փոխվում են խաղի կանոնները, բայց ոչ սկզբունքները։ Պարեկային ծառայողը տատամիի վրա դառնում է մարզիկ, կենտրոնացած լուռ ու ազդեցիկ։ Այստեղ եւս շարժումները հստակ են, կշռադատված եւ ուժեղ, ինչպես ծառայության մեջ։ Մանկուց զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով, ներկայումս զբաղվում եմ քրոսֆիթով, վազքով եւ կարատե մարզաձևով։ Կարատեով հենց սկսել եմ զբաղվել 15 տարեկանում։ Այդ տարիքում ինձ մոտ եղավ այնպիսի փուլ, որ ես սկսեցի ծանոթանալ գոջուրյու կարատեի մշակույթին եւ փիլիսոփայությանը, որը ինձ տվեց մեծ կամքի ուժ։ Սպորտս նույնպես դեր է խաղացել, որ ես անցնեմ ծառայության ոստիկանության շարքերում։ Հեղինեն վստահեցնում է, սպորտը ծառայության մեջ շատ է օգնում։ Մարզումները ոչ միայն ֆիզիկապես են ամրապնդում, այլև հոգեբանորեն։ Սովորում ես վերահսկել հույզերդ, գնահատել վտանգը, ճիշտ պահին արագ կողմնորոշվել։ Հենց այդ պատճառով էլ Հեղինեն շարունակում է մարզվել, շարունակում է զարգանալ ու ուժեղանալ ոչ միայն որպես պարեկ, այլ նաև որպես անհատ։ 2024 թվականին դարձել եմ Հայաստանի չեմպիոն, Վրաստանի մրցումներում եմ հաղթել, ձեռք բերել առաջին եւ երկրորդ տեղի մեդալներ եւ Դոնի Ռոստովում կայացած մրցաշարին եմ մասնակցել միջազգային, որում ձեռք եմ բերել 4 մեդալ, որից 2-ը ոսկե եւ 2-ը արծաթե։ Հեղինե Լոռյանի օրինակը լավագույն պատասխանն է այն հարցին, թե արդյոք հնարավոր է համադրել ուժը, կանացիությունն ու կարգապահությունը։ Պատասխանը պարզ է, ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։